սոցիալական թեմայի վերաբերյալ, որից հետո մեր դիտարկումները խորհրդում կքննարկենք, ամենայն հավանականությամբ անցնելու ենք գործողությունների։ Իսկ սոցիալական թեմայի հետ կապված ինչ ասացիք, վերանայվելու եք կառավարության որոշումը Սոցիալական բաղադրիչի մասով, բնակարանային ծրագրի մասով հիմնական դիրքորոշումը, որ պատրաստեն մասնագիտական մեր կողմից ձևավորվեն մասնագիտական խմբեր եւ պատրաստական են քննարկումներ, այսինքն այս պայեդրությամբ կոնկրետ սոցիալական ծրագրի մասով 40+10 ծրագրի մասով հստակ դիրքորոշում ունեն, որ վերադարձ չի լինելու, բայց բնակարանային ծրագրի նաեւ սոցիալական ծրագրի մասով մասնագիտական խմբեր ձևավորեն եւ սկսենք աշխատել։ Իսկ մնացած կետերի մասով ասում են այս ձևաչափով իրավասություն չունեք քննարկելու, այդ պահանջագրի մնացած կետերի մասով կառավարությունը պատասխանելու է գրավոր։ Այսինքն որոշումը իրենց չի վերանայվելու, այդ դեպքում ինչպես է։ Կոնկրետ 40+10 ծրագրի մասով վերանայում չի լինելու, այսինքն կառավարությունը ունի հստակ դիրքորոշում, որ այդ ծրագրի մասով հետնահաս չի լինելու։ Գործընկերը ասեց գործողություններ, ինչի մասին է խոսքը, ասած գործողությունները պիտի շարունակենք, ինչ նկատի ունեք։ Գործողությունները շարունակելու մասին բողոքի ակցիաները կշարունակվեն, մենք սպասում ենք կառավարության պատասխանին, փաստացի այսօր սոցիալական ծրագրերի մասով որոշակի պատասխան ունեցանք։ Մնացած կետերի մասով ասեն են, որ կառավարությունը մի քանի օրվա մեջ գրավոր կպատասխանի։ Մեր անելիքների մասին եւ խորհրդի հետ եւ հանրության հետ քննարկելով միասին կորոշենք մեր հետագա անելիքները։ Հիմա այդ պատասխանը սոցիալական մասով դուք մերժում համարում եք, թե ոչ երբ ասում ա, որ վերադարձ չի լինելու, թե համարում եք առաջ գնալ։ Իմ անձնական կարծիքս է մերժում համարում եք, բայց իրանք պատրաստակամություն հայտնեցին, որ ձևավորեք մասնագիտական խմբեր, մեր մասնագիտական խմբերի հետ առաջարկեք, եթե կոնկրետ փաստերով որևէ տեղ հասկանանք, որ մենք թերացել ենք, մենք կվերանայինք ծրագիրը։ Թերանալ չի, բայց որ արցախցիները բնակարանային խնդիր ունեն եւ մարդիկ բարձով են ապրում։ Էլ թերանալը ո՞րն է։ Նախ շնորհակալություն բոլոր հավաքվածներին։ Ներկայացնենք, որ քանի որ ներկայացրել ենք 12 կետանոց պահանջ, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեզ ներկայացրեց, որ այսօր միայն սոցիալական ուղղվածությանը վերաբերվող կետով կարող է մեզ հետ քննարկում կատարել եւ հստակ էր պատասխանը 40+10-ին հետդարձ ճանապարհ չկա, մշակվել է հավելյալ ինչ-որ ծրագիր, օրինակով բերեմ, որպեսզի հասկանալի լինի, եթե ընտանիքում օրինակ կա 4 անդամ եւ ընտանիքի խնդիր, որի մասին մենք եւս նշել ենք, ու կարծում եմ, որ արդեն պետք է խորհուրդը լայն քննարկում ձևավորի եւ որոշենք մեր հետագա անելիքները, որովհետեւ մեր պահանջը այն էր, որ 40+10-ը այլ ընտրանք չունի։ Նաև նայն համայականությունն է։ Սա պիտի վերջ տան։ Պիտի վերջ տան, խորհուրդը կքննարկին, կհավաքվենք, այս հարցի շուրջ նորից պահանջ կներկայացնենք։ Արցախցիների շատերին հուզում է նաև այս հարցը, առիթ է բացվել, նաև հարցրել եմ, ինչու է երբ բռնի տեղահանվածը դիմում քաղաքացիություն ստանալու համար, անձնագրում նշվում Ադրբեջան, ու մեզ պատասխանեցին, որ կա ինչ-որ կառույց, որը կոչվում է ICAO, ու Ադրբեջանը դիմել է այդ կառույցին, հայտ է ներկայացրել 2015 թվականին, սակայն բռնի տեղահանումից հետո է որոշվել, որ մեր անձնագրերում պետք է նշեն Ադրբեջան, այլապես իրենք ինչ-որ խնդիրներ են ունենում, եւ դա։ Սիրելի հայրենակիցներ, ուրեմն քննարկումից հետո խորհուրդը կորոշի հետագա քայլերի մասին։ Ձեր բոլորին կներկայացնի վաղը։ Միասին կորոշենք հետագա քայլերը, ժողովուրդ։ Անելիքներ շատ կան, գործողությունները հստակ կհրապարակենք։ Այսինքն հնարավոր մամուլի ասումս լինի։
Այո, այո։ Խորհրդի հետ փոքր քննարկում ունենանք, որից հետո Դե սիրելի հայրենակիցներ, ուրեմն ինչի համար եք մենք ստեղ հավաքվել, բոլորս գիտենք, եկել եք մեր հարցի պատասխանները ստանալու, ոնց որ հասկանում ենք ոչ բավարար պատասխանները մեր համար, հետագա անելիքների համար մենք պիտի շարունակական գործողություններ իրականացնենք, դրա համար խորհուրդը քննարկելու է, խորհրդի քննարկումից հետո ներկայացնվելու է այդ գործողությունների ժամկետը կամ այդ գործողությունների ուղղությունները։ Նորից եմ ասում, դուխները չքցեք, միջև վերջ, միջև մեր հարցի պատասխանները չստանանք։ Սա մեր վերջի կետն է, որ պիտի մենք պայքարենք մեր արդարության, մեր հայ լինելու համար։ Շնորհակալություն։